Բարև ձեզ հայրենակիցներ ջան, որոշ հարցեր են ինձ ուղղել, դրանցից կարևորագույններին երկու հարց կան, դրանց կպատասխանեմ։ Ասում են, եթե պատերազմ լինի, ինչ կլինի մեզ հետ։ Իհարկե բոլորին այս հարցն է հետաքրքրում։ Պատերազմ լինի, ինչ կլինի մեր հետ։ Ինչ օր ենք ասել, որ մտածում ենք, թե ինչ պետք է լինի մեր հետ։ Բնականաբար այդ հարցի մեջ ավելի շատ հուսահատություն կա, վախ կա պատերազմի հանդեպ, որովհետև կապիտուլյանտը այն աստիճանի է երկիրը բերել հասցրել, որ մարդիկ արդեն ոչ մի լավ սպասելիքներ չունեն ապագայում։ Ինչ վերաբերում է պատերազմին, նախ եկեք սկսենք նրանից, որ մենք դաշնակիցներ չունենք։ Չունենք, հայր ջան, ժողովուրդ ջան, մենք դաշնակիցներ չունենք իսկապես։ Ոմանք ասում են Ռուսաստանը մեր թշնամին է, ոմանք էլ Արևմուտքին են ասում մեր թշնամին է։ Պարսկաստանն էլ բազմիցս առաջարկություններ անում, սրանք չեն ընդունում, լղոզելով ինչ-որ մի ձևի, սենց տակից դուրս են գալիս։ Վրաստանի վիճակն էլ խառն է, իրենցով են զբաղված, ինչ դաշնակից։ Դե Թուրքիա-Ադրբեջանն էլ պարզ է։ Բնականաբար Ադրբեջանը ուներ իրեն դաշնակից Թուրքիան, մեծ եղբայրը, Իսրայելը, անգամ Անգլիան, որը հեռվից դիտում էր։ Իհարկե, որպես խաղացողի Թուրքիային ասեց, գնա փոքր աղբորը տիրություն արա եւ Իսրայելներ զենքով բոլորն էլ օգտեցին։ Սրանք այո, դաշնակիցներ են։ Բայց մենք դաշնակիցներ չունենք։ Ցույց տվեք, մենք դաշնակից ունենք։ Չունենք։ Ընդհանրապես չունենք։ Եվ շատերին, որ հետաքրքրում է, որ պատերազմ լինի, ինչ կլինի, ես շատ լավ հասկանում եմ ձեզ։ Շատ լավ եմ հասկանում։ Թե ինչ ողբալի վիճակի մեջ ենք հայտնվել բոլորս։ Այս իշխանությունը բացարձակապես ոչ մի կետ դաշնակցային հարաբերություններ չի պահում, ոչ էլ կարողանում է նոր դաշնակիցներ գտնել։ Ինչու չի կարողանում նոր դաշնակիցներ գտնել։ Որովհետև չեն ցանկանում։ Որովհետև այս իշխանությունը եկել է Հայաստանը կործանելու համար։ Ինչ դաշնակցի մասին կարող է խոսք լինել։ Իհարկե ոչ մի։ Ժամանակ են շահում, քաշ տալով Հայաստանն ու հայ ժողովրդին, կամաց ջարդելով ողնաշարը ժողովրդի, պետության, այսպես տանելով դեպի կործանման, հետո կկանգնենք ասեն նախկիններն էին, սենց ժառանգություն թողել, մենք էլ ինչ անենք, պարտվանք։ Սենց պետք է լիներ վերջը ժողովուրդ, էլի գցելով նախկինների վրա։ Նախկիններ, 7 երկիրի 7-ն էլ նախկինների մասին։ Հա, նախկինները սուրբ չեն։ Այ իշուձակ, դու ես ղեկավարը, դու այդ ամեն ինչ արա։ Բայց նորից եմ ասում, նա չի անի, որովհետև նա չի ուզում, որ Հայաստան պետություն գոյություն ունենա։ Արդեն իրանց ալան-թալանը արել են, գրբանները լցել են բոլորով, հիմա մնում է այդ երկիրն էլ բագաշտան գցեն մեկի ձեռն ու պրծնեն։ Համի թե ում ձեռը տակ կետան կընկնեն, դա նրանց էլ չի հետաքրքրում։ Կարևորը երկրի կործանումը պետք է լինի, այդ պետությունը պետք է վերանա որպես պետություն, Հայաստան կոչվածը։ Ժողովուրդն էլ թող դառնա թափառական։ Գնայք, լավ, Ռուսաստանը թշնամի է։ Արևմուտքի հետ էլ, արևմուտքն էլ ոչ մի դաշնակցային ցույց տվեք մի ռազմաքաղաքական դաշինք, դաշնակիցը այն ժամանակ է դաշնակից, երբ որ ռազմաքաղաքական դաշինք ունի տվյալ երկրի հետ։ Նորից եմ կրկնում, ռազմաքաղաքական։ Չկա նման երկիր, որ Հայաստանի հետ այսօր ռազմաքաղաքական դաշինք ունենա։ Կապիտուլյանտն Ռուսաստանը սառեցրել է հապկետ անդամակցությունը։ Այսինքն կարելի է ասել, գիտեք ինչ, եկեք պարզ խոսենք, ճշմարտության հետ ճիշտ առերեսվենք։ Վերջ, Ռուսաստանի հետ էլ ոչ մի կապեր չունենք, այսպես կարելի ասել։ Մենք չունենք ռազմաքաղաքական դաշինք։ Եթե ազգային իշխանություն լիներ, ասում եմ, եթե ուրիշ իշխանություն լիներ, ինչ կաներ։
Հարգելիներս, որ շատերիդ հետաքրքրում է պատերազմ կլինի, բալա ոնց փրկվենք, փրկություն, միթե փրկություն չկա, մի ելք չկա։ Իհարկե ելքը կա։ Ես նորից եմ կրկնում, այստեղ խնդիրը իշխանության խնդիր կա։ Իշխանության խնդիր, որպեսզի սրանց վռնդենք, չգիտեմ, կախենք, մորթենք, չգիտեմ ինչ ուզում եք արեք, ես չգիտեմ արդեն ինչ ասեմ, ժողովուրդը ամեն ինչ է ասում, ամեն ինչ։ Բայց ազգային իշխանություն հաստատվի Հայաստանում։ Ինչու՞ չէ, Չինաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք մեծ հաճույքով կարելի էր կնքել, որ նրանք էլ կհամաձայնվեն, որտեղ Չինաստանին շատ է հետաքրքրում մեր տարածաշրջանը։ Առավել ևս չինացիներին ընդհանրապես ձեռք չի տալիս թուրքալեզուների միավորումը։ Մեր Հայաստանի ջնջվելը քարտեզի վրայից, դա նշանակում է Ադրբեջան, Թուրքիա կմիավորվեն, Կասպից ծովով Միջին Ասիա դուրս կգան։ Դա բնականաբար Չինաստանին ձեռք չի տալիս։ Դա Ռուսաստանին էլ իհարկե ձեռք չի տալիս եւ Իրանին նույնպես։ Բայց խնդիրը նրանում է, որ չինական կողմը չի կարող գալ ընկնել Հայաստանի իշխանությանս լակոտների ոտքերը ու ասի եկեք իմ հետ ռազմաքաղաքական դաշինք կնքեք։ Նա չի կարող գա, որ բերեմ իմ բազան դնեմ, հա, բերեմ ձեր ամբողջ Հայաստանի սահմաններով մեկ մի 100,000-անոց զորք կանգնացնեմ, բոլոր մեր տեխնիկայով, մեր ամեն ինչով, մեր ծախսերով, որպեսզի պաշտպանեմ Հայաստանին։ Մեծ հաճույքով, ասեմ ձեզ, մեծ հաճույքով կգային։ Բայց նորից եմ կրկնում, խնդիրը այսօրվա իշխանությունն է։ Տեսնում եք, ոչ մեկ հետ ոչ մի քաղաքական, տնտեսական, ռազմական, ոչ մի կապեր չկան։ Մի երկու փրտիկ զենք Հնդկաստանից է բերում ժողովրդի աչքը կապելու համար։ Ճարտո-մրտո բաներ, Ֆրանսիայից եկած բաներ եւ այլն եւ այլն։ Շատերն ասում են, դե Ֆրանսիան մեզ կպաշտպանի, ֆլան, ֆստան, Պողոս Պետրոսը կպաշտպանի։ Բայց դուք ինքներդ ձեզ հարց չեք տվել, հոմենակ բառերով ասելով չի։ Ուրա բարաթ ուրա պայմանագիրը ռազմաքաղաքական դաշինք ուրա։ Չկա։ Մենք այսօր մենակ ենք, ժողովուրդ ջան մնացել։ Ես հասկանում եմ ձեզ բոլորդ ակնկալիքներ ունեք, շատ ելույթ ունեցողներից, հայրենասեր մարդկանցից, իմացող, խելացի մարդկանցից լսելու լավ բաներ, որպեսզի տրամադրվեք, հույս կապեք ինչ-որ բաներ, որ ապագայում լավ կլինի, վաղը լավ կլինի, գոնե մի բան կլինի, հա, սենց։ Ախր որ չկա ինչ ասես, ես չեմ ուզում շատ հիասթափեցնեմ բոլորից, շատ բան կարող եմ ասել, բայց այդ շատ բանի մեջ լավ բան չկա, որ ասեմ։ Հասկանում եք խնդիրը ինչումն է։ Չեմ ուզում կոտրել անընդհատ այդ բացասական երևույթները ներկայացնելով։ Բնականաբար մարդիկ առանց այդ էլ հուսահատված են, կոտրված են, հոգեպես, բարոյապես, ուր մնաց մենք էլ ամեն մեկս մեզանից մի բան էլ մենք ավելացնենք, այդ խեղճ ժողովուրդը չի դիմանա։ Շատ ողբերգալի վիճակի մեջ ենք հայտնվել։ Իրոք շատ ծանր է մեր վիճակը։ Շատ ծանր։ Մենք բարեկամներ չունենք։ Չկա։ Մի հատ նայեք ձեր շուրջը, ով կա։ Աստված չանի, այո, այդ հարստողը որ ասում է պատերազմ լինի, այ որ պատերազմ լինի, ինչ պիտի անենք։ Ասում է կհաղթենք, կպարտվենք։ Բանակի հերն անիծել են։ Ես չեմ կարող ասել պատերազմի դեպքում ինչ կլինի։ Ինքներդ պատկերացրեք։ Այսօր Ադրբեջանը պահանջում է, որ սահմանադրության մեջ փոփոխություն անենք, որտեղ որ կա գրված մեր սահմանադրության մեջ մենք ընդհանրապես պահանջատեր ենք, այսինքն այդ բառը հանեք ասում է։ Այդ պահանջատեր բառը պահանջատեր Ադրբեջանից, Թուրքիայից հանեք։ Մեր սահմանադրությունը նայեք ձեզ հուշեմ։ Ինչու է այս կապիտուլյանտը գնում դրան, որ ասում է սահմանադրությունը հիմա էլ փոխենք։ Արդեն կամած կտրերն է տալիս, որպեսզի նախապատրաստի, հող է պատրաստում, որ մի օր էլ դնեն իրոք սահմանադրության մեջից այդ կետերը հանեն, այդ կետը հանեն, գլխավոր կետը։ Եթե սահմանադրության մեջից Հայաստանի այդ կետերը կապիտուլյանտը հանի, ուրեմն դուք կասկած չունենաք։ Ադրբեջանը դրանով կապահովի իր ամբողջականությունը, վերջապես հայերը մեզնից էլ ոչ մի պարտք ու պահանջ չունեն։ Բայց դրանով մենք չենք պրծնելու։ Թուրքիան կա,
որը որ կասի, որը որ արդեն ասում է process-ի մեջ է, որ կապիտոլյանտ այսօր ժխտողական քաղաքականությունը վարում ցեղասպանության հարցով, թե համատեղ կոտորածներ են եղել։ Սա պարզ հուշում է, պարզ։ Ես ավելի պարզ ասեմ, որպեսզի բոլորիդ համար ավելի պարզ լինի։ Թուրքիան էլ պահանջելու է այդ համանadrությունը փոխելուց հետո թուրքական հարցը, Անկարայի հարցը կմտչնի օրակարգ։ Գիտեք դա որն է, որ մենք թուրքերից նույնպես ոչ մի պարտք ու պահանջ չունենք։ Հասկացաք։ Այսինքն այս մարդը աշխարհի բոլոր երկրների ընդունած ցեղասպանությունը այդ երկրների վրա կներեք կոպիտ ասած թքում է։ Բայց ինչի համար Ալիև ասում, Մինսկի խումբը վերացրու, ընդհանրապես բոլորդ հեռու գնացեք Հայաստանից, մենք հայերի հետ ինքներս թող մեր մեջ լուծենք։ Նկատել եք Արևմուտքն էլ, նույն Ռուսաստանն էլ, բոլորն են ասում, այո, եթե կարող եք ձեր մեջ այդ հարցերը լուծել, գաք ինչ-որ մի ընդհանուր հայտարարի, միայն թե խաղաղություն լինի տարածաշրջանում։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Հայաստանը այսօր թույլ է, ծնկի իջած է, Թուրքիան Ադրբեջանը գազ են տալիս, այնի Իրանն է ուզում ապահովի այդ բառը սահմանադրությունից հանելով, Թուրքիան էլ ցեղասպանության ուրացում, այսինքն դա էլ հանեք օրակարգից, հաջորդը դա է լինելու։ Եվ ընդհանրապես այդ բառը, որ պահանջատիրական այդ բառը, որ հանեն սահմանադրությունից, դա Թուրքիային էլ է վերաբերում, այսինքն մենք պահանջատեր ժողովուրդ չենք, երկիր չենք, պետություն չենք։ Ոչ Ադրբեջանի հանդեպ էլ պահանջ կունենանք, ոչ էլ Թուրքիայի։ Այդ բառը, որ սահմանադրությունում գրված է, ոչ չի գրված Ադրբեջանի կամ Թուրքիայի հանդեպ, ոչ։ Դա գրված է, որ Հայաստանը այս պահանջատիրական, այս պահերով սենց ամրագրվում են այս տարածքային պահանջատեր ենք։ Այդ նախադասությունը, այդ միտքը պետք է հանվի սահմանադրությունից։ Դրանով հոդս է ցնդում ցեղասպանության հարցը եւ վերջնականապես փակվում է թե ցեղասպանության, թե Ադրբեջանից պահանջատիրության հարցը եւ Թուրքիայից նույնպես։ Վերջացավ այս ամեն ինչը։ Երկրորդ քայլը կլինի, երկրորդ քայլը, որպեսզի կամաց այս արդեն այս անգամ կամաց կգնա նրան կապիտուլյանտը, որ ում տակ պարկեստեմ Հայաստանը, ուր տանեմ։ Եթե մենք չունենք դաշնակիցներ, չունենք ոչ մի տնտեսական կապեր որևիցե երկրի հետ, ունենք տնտեսական կապեր։ Ինչ ենք արտահանում, կասեք, եւ ինչ ենք ներմուծում։ Ինչ, ոչ մի բան այ մարդ։ 0.0%-ային ինչ-որ բաներ, դա էլ աչք կապելու համար։ Դուք հասկանում եք, մենք մեկուսացված ենք, մենք կղզիացած ենք, մենք բլոկադայի մեջ ենք վերջնականապես։ Ով ոնց ուզում է թող հասկանալ, հայկական պետություն այս պայդրությամբ գոյություն չունի։ Հայաստան անունը, քանի դեռ այդ տարածքն էլ, որի վրա որ մենք ապրում ենք, այդ տարածքի անունն է Հայաստան, բայց քանի դեռ այդ տարածքը դեռ կա, Հայաստան է կոչվում։ Տարածքի անունն է ուղղակի Հայաստան, տարածքի։ Բայց դրա ծուխն էլ մի օր կմարի կապիտուլյանտը։ Մենք ընդհանրապես ապրող ենք այդ տարածքի վրա։ Ինչ արնելու մեր վերջը մեր ճակատագիրը ես չգիտեմ։ Չունենք, դաշնակիցներ չունենք։ Չկա, ոչ մի բան չկա, մեկուսացված ապրում ենք։ Այս մարդը երկիրը տարել է ինքնամեկուսացման։ Բերել կանգնացրել է անդունդի եզրին։ Ինչ ենք անելու, կասեք, ձեր հարցին հարցով եմ պատասխանում։ Դուք ասեք, ինչ ենք անելու։ Այո, ելք կա, մեկն է։ Մեկը, ինչ էլ ասեք, սաղ սուտ բաներ են։ Դատարկ խոսքեր։ Անգամ այսօր միջպետական պայմանագրերն են խախտվում։ Եթե մեկին պետք է մեկի վրա հարձակվի կամ վատություն անի կամ սանկցիաներ դնի, ես ինչ անի, այդ միջպետական փաստաթղթերը հոդս են ցնդում։ Չեք տեսնում աշխարհում ինչ process-ներ են տեղի ունենում։ Ինչ միջպետական պայմանագրեր, չկա նման բան։ Այսօր կարող են ստորագրել, վաղը դա դրժել։ Ինչպես եղավ ֆաշիստական Գերմանիայի ժամանակ անցյալ դարում։ Պայմանագիր ուներ Ռուսաստանի հետ, Սովետ միության հետ չհարձակվելու, բայց տեսակ խախտեց եւ սահմանը խախտելով մտավ Սովետ միության տարածք եւ պատերազմ սկսվեց համաշխարհային։
Ելքը կա։ Կամ մենք շատ արագ էլ եմ ասում։ Չեմ ուզում նախկին շեշտեմ, չեմ ուզում ներկա շեշտեմ, չեմ ուզում անհատական մարդկանց շեշտեմ։ Տարբեր ձևի մարդիկ։ Ես միայն մի բան կասեմ։ Ընդամենը մեկ բան։ Միավորվեք։ Սրանց ամեն գնով լարելա պետք։ Եվ ազգային իշխանություն հաստատելա պետք նոր մարդկանց, նոր դեմքերով։ Իհարկե դա նախկինները պետք է չլինեն։ Եթե նախկինները հայրենասեր են, իրենք պետք է պայքարեն բոլորի հետ միասին սրանց լարելու համար, բայց ոչ թե իրենք գան, այլ բերեն նոր դեմքեր, նոր մարդկանց, խելացի, գրագետ մարդկանց, ովքեր շատ լավ գաղափար ունեն գեոպոլիտիկայից, ներքին թե արտաքին եւ գիտեն ինչ պետք է անեն։ Նրանք չեն առհամարի ոչ մեկին, կլսեն բոլորի կարծիքներն են։ Եվ դիսկուսիայի միջոցով ելքը կգտնվի եւ դուրս կգանք այս վիճակից։ Կարող է նախկիններից ոչ մեկ չգան, բայց իրենց խամաճիկներին բերեն կամ իրենց փողոցով անցած շներին։ Ոչ, դա էլ պետքա չլինի։ Պետք է նրանք լինեն ազնիվ ու մաքուր։ Ընդդիմություններ տեսնում եք։ Տեղը չի ուզում զիջել նոր ընդդիմություն ձևավորողներին։ Այս մարդիկ 35 տարի նույն մարդիկ են պարլամենտում, նույն մարդիկ։ Ասում են նախկինները կոռումպացված էին։ Ընդդիմությունը ինչ, ընդդիմությունը կոռումպացված չի։ Հարգելիներս, այդ նույն ընդդիմությունը այսօր որ նայեք ազգային ժողովում, դրանց դեմքերին, Լևոնի Վախտով էլ կային պարլամենտում, Քոչարյանն էլ, Սերժի էլ, հիմա էլ Նիկոլի Վախտով կան։ Հարց է ծագում։ Բա ով է ընտրել դրանց։ Դուք ում ընդդիմությունն եք։ Եթե դուք բոլոր նախագահների ժամանակ եղել եք ազգային ժողովներում եւ իշխանության մեջ ունեցել եք մի քանի նախարարի պորտֆելներ, պայուսակներ, ասենք ասենք, բնականաբար մեխանիկորեն դուք նույն կոռուպցիայի մասնակիցներն եք։ Դուք նույն կոռուպցիաներներն եք։ Դուք այսօր նստած եք այդ մանդատները ձեզ պետք են ուղղակի նրա համար, որ ձեր բիզնեսները պահեք, պահպանեք։ Մանդատը դա անձեռնմխելություն է։ Ձեր եղածը պահպանեք։ Բա որ վաղը Նիկոլը սա Հայաստանը տարավ մցրեց Թուրքիայի կազմի մեջ կամ Ադրբեջանի։ Ձեզ թվում է ձեր ունեցվածքները մնալու են, չեն մնալու։ Այդ նույն նախագահներին վերցնելու են դատեն եւ նրանց բոլոր ժամանակվա նախարարներին։ Այդ օլիգարխների ձեռից էլ ամբողջը խլելու են, ամբողջը փողաթափ են անելու, տնաթափ են անելու ու բերթերն են լցելու, ոմանց էլ սպանելու են։ Գոնե այդ ընդդիմությունը ու նախկինները դա հասկանում են, թե չէ։ Արա, չի ուզում ժողովուրդը ձեզ, ոչ նախկին, ոչ ներկա, ոչ էլ այսօրվա ընդդիմությունն է պետք է ժողովրդին, մարդիկ զզվում են ձեզանից։ Թե Նիկոլի իշխանությունից, թե ընդդիմությունից, թե նախկիներից, զզվում են, ժողովուրդը չի ուզում ձեզ, ինչ եք ուզում դուք այս երկրից, ինչ եք ուզում։ Եթե հայրենասեր եք, լավ ուզում եք մեր երկու բիզնես պահպանեք, հա, ձեր եղածը պահպանեք։ Գոնե ձեր մեղքերը քավելու համար ազգային, էլի, ազգայնական տղեկի վրա աշխատեք։ Թող գան այդ մարդիկ իշխանության։ Այդ մարդիկ ֆաշիստներ չեն, գելու գազաներ չեն, բռնեն, տապորեն ու մորթեն։ Գոնե ասեք, ախպեր, մենք էլ ամեն ինչ արեցինք, մեր աշխատանքով, մեր ներդրումով, մեր մեղքերը քավեցինք։ Շատ հարցերում էլ պետությանը նորաստեղծ, այս նոր ազգային իշխանության ընդառաջ եկանք, ինչով կարանք օգնենք, մենք էլ գանք օգնենք։ Ֆինանսապես օգնենք, աջակցենք, ինչ որ անենք։ Դրանով դուք քաղեք գոնե ձեր մեղքերը, գոնե կապրեք հայրենիքի մեջ, հա, Թուրքիայի կազմում ու Ադրբեջանի չեք ապրի։ Լավ, դուք չեք ամաչում, արա, ձեր մտածողությունը ո՞նց է։ Դուք մի փոր հացը փոխում եք մի օր հացի հետ։ Նորից եմ կրկնում, եթե Հայաստանը հայտնվեց Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմի մեջ, կամ կիսեն իրար մեջ, ջնջեն Հայաստանը։ Դուք էլ եք վերանալու, ձեր բոլորին սպանելու են։ Պարզ ասում եմ, ձեր եղածները ամբողջ կապիտալները ձեր ձեռից խլելու են, ամբողջը։ Ուրեմն դուք հանուն ձեր ունեցվածքի, այս ազգին
ու երկիրը փուրն եք տալիս արա։ Հա։ Լավ, վերջապես դուք ինչ եք դուք մտածում, որ դուք բոլորից խելքով եք։ Դե եթե դուք հայրենասեր եք, ընդդիմություն եք, ընդդիմությանը վերցնենք, որ հիմի գտնվում են սրան նրա նախագահների մարդիկ են լծված պարլամենտում։ Բա մեր նման ազգայնական տղեկին էլ դիմեք, եկեք ասեք մի 2-3 դեպուտատական աթոռել ձեզ ենք տալի, արեք դուք էլ ձերը ասեք։ Դրանով ցույց տվեք, որ դուք ինչ-որ մի բան եք ուզում ազգային անեք։ Արա մենակ դուք եք ու դուք եք, ուրիշ մարդ չկա այդ ազգային ժողովում, այդ նախիրում։ Լավ ընչեք դες ձեր ամեն այդտեղով ասում, որ դուք խելք ունեք, արա դուք կոպեկի խելք էլ չունեք։ Չեն ասում բերեք ձեր սաղ մանդատները մեզ տվեք, բայց հրավիրեք մեր նման մարդկանց, ասեք այս տեղը հեռացեք ազգային ժողովում ձեր ընդդիմությունից մարդիկ կան։ Մշտապես նույն մարդիկ են խոսում։ Բայց մեծ մասը նստած այնքան որ կնոպ կա, սխմող է։ Արա հանեք լարեք մեր նման տղեկի էլ բերեք ազգայնական տղեկի, ասեք տղեկ ջան, դուք էլ մեր նման պահանջատեր եք։ Դուք էլ մեր նման մեզնից էլ լավ հայրենասեր եք։ Եկեք մտեք այս մանդատները վերցրեք։ Եկեք դուք էլ ձեր ասելիքը ասեք։ Չեն կլինի ձեր կուսակցություններից, ձեր դաշինքներից, բայց մի քանի մանդատներ տվեք մեզ, մենք անկախ պատգամավորներ ենք, բայց մենք էլ մեր մասնակցությունը ունենանք։ Չեք անում գլխներիդ կպնի։ Դե հելեք հեղաշրջում արեք, մի բան արեք, ապստամբություն արեք, ինչ ուզում եք արեք, բոլոր միջոցները արդարացված կլինեն, բոլոր միջոցները, մենակ երկիրը բրկեք։ Անընդհատ խոսալով չի։ 35 տարի խոսում եք աթոռը մեկիդ պաստալով։ Մի անգամ կարաք տղամարդու նման ձեզ պահեք, մի անգամ։ Այս հարցի լուծումը տակ, վերջնական, ընդամենը 2-3 ժամվա գործ, ինչի չեք ուզում անեք։ Ծիսեռնակաբերդ գնացիք ամբողջ ազգը ընդեղ էր։ Այդ նույն ազգին հավաքեք, ասեք, այս անգամ ժողովուրդ վերջնական ենք ձեզ ասում, վստահեք մեզ։ Վերջնական գնալու ենք մինչև վերջ, ուզում է ջարդվենք, ուզում է ձերբակալվենք, ուզում է արյուն թափի, մենք սրանց հերը պետք է անիծենք։ Ով էլ զադնի դնի նահանջի, շանցնում դլնի, թող թուրքը լինի, թուրքի կատ կերած լինի։ Գնում ենք մինչև վերջ, մահու կենացի կռիվ ենք տալիս, պետք է այս իշխանությանը լարենք։ Հավատացած եմ, ամբողջ ազգը կասի, ժողովուրդ այսօր ավելի պատրաստ է ռադիկալ վճռական քայլերի գնալու, քան թե դուք։ Ժողովուրդը եթե ինքը պատրաստ է զոհաբերի, նա լավ էլ գիտի, որ կծեծվի, կբռնենք, հաշկշուկներ կլինեն, տուրու դմփոց եւ այլն, կարակոսներ եւ այլն։ Բայց ժողովուրդը հոգնել է, նա կկռվի այնքան գիտակցելով, որ հեսա 1, 2, 3 ժամ հետո այս ամբողջը կվերջանա։ Բայց ոչ թե 35 տարի մի գլուխ մեր մատխաշ երեխեքին արա մատաղ եք անում։ Մատաղ եք անում, արա, ոչխար չէին դրանք տարակը տես մատաղ արեցիք, այդ արունը թափեցիք։ 35 տարի ալը մինչև մեր սահմանի վրա մարդիկ երեխեք են մահանում։ Այդ մատխաշ սերունդին չեք մատաղ անում, արա, ձեր 2 կոպեկի ձեր բիզնեսների համար, ձեր մանդատների համար, ձեր աթոռների համար։ Դուք պայքարում եք այսօր, որ նորից հետ գաք, վերարտադրվեք, դուք չեք ամաչում։ Արա մարդ եղեք, արա, դուք շանսից չեք գերե։ Դուք մորից եք ծնվել արդեն, մարդ կասկածում է, դուք մորից եք ծնվել, թե կենթանուց։ Վերջնական պայքարի դուրս եկեք։ Կաթողիկոսի հետ էլ խոսացեք, հոգևորականության հետ էլ, ազգովի հոգևորականներով, ընդդիմությունով, նախկին, ներկա, չգիտեմ ես, ներկա ասելով էսի նկատի ունեմ այսօր, բայց տարբեր կուսակցություններ կա էսի միշկան, արա բոլորդ հելեք ոտի։ Հանուն հայրենիքի փրկության, հելեք ոտի։ Լարեք սրանք ես լակոտներնով են։ Եթե ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն անցնում ժողովրդի կողմը, ուրեմն նրանք էլ հայրենասեր չեն, նրանք պաշտպանում են այս դավաճան իշխանության, այսինքն դրանք բոլորով հանցակիցներ են, սրանք քրեական օրես գրքում կա, չէ, խմբակային, որ ասում են, նախապես համաձայնությամբ եկած, այսպես, սրանք խմբով բոլորով իրար հետ հանցագործներ են, սա կլանա, ինչ է նշանակում ԱԱԾ, ԱԱԾ-ն ուզենա 1 ժամ էլ չի քաշի, կմտնի պետական առանձնատներ, որտեղ որ դրանք են ապրում, 5-6 հոգի են,
կձերբակալի կտանի կմցնի խուցը ու ժողովրդին կասի վեր ժողովուրդ ջան անգամ առանց կարակոցի առանց մի բան կոտրելու առանց այդքան վայնասունի իրար հրհրելու վերջացավ գնացել ենք 5 հոգի են ընդամենը բերել ենք մնացածներին էլ հեսա կձերբակալեն դեպուտատներ են ինչ են ու սրանով կավարտվի 1 ժամվա էլ չէ 5 րոպեվա գործ է թե ԱԱՑ-ն ուզենա ԱԱՑ-ն կամք դրսևորի Կես ժամվա մեջ այս ամեն ինչ ավարտված է առանց կարակոցի հետո ժողովուրդն էլ դուրս չգա նստի տները իրանց համար հեռուստացույցով այդ ամեն ինչը տեսնեն ԱԱՑ-ն էլ վերջապես կապացուցի որ ինքը ազգային է ոչ թե ապազգային Դու գիտեք ԱԱՑ-ի աշխատողները չեն տեսնում ինչա կատարվում շատ լավ տեսնում են բայց նրանք սենց են մտածում էլի այդ հիվանդագին ապուշ ուղեղների մեջ մտել է Քաղաքական իշխանություն կա, մենք պետք է ենթարկվենք ծառայենք։ Արա վաղը ձեր կանանց ու երեխեքին էլ են տալու թուրքերին բաժին անելու։ Այսքան պակիստանցի ու զրթ ու զիբիլ արա ինչ ազգ ասես Հայաստանում լծված է, սրանք կռոլիկի պես բազմանալու են։ Սաղին պասպորտներ եք բաժանում։ Սա ազգային անվտանգության խնդիր է, ո՞նց եք դուք դրանց տալիս։ Մենք փոքրաթիվ, մատերի վրա հաշված ժողովուրդ ենք, դուք ո՞նց եք բերում դրանց լծում։ Ու ոմն Արսեն Թորոսյան մի պորնիկի բալա պետք է ներգաղթ անել ասում է ամբիոնից պարլամենտի ներգաղթ բերենք ադրբեջանցիներ գան թուրքեր գան ներգաղթ բերենք այն գնացածներին արա դուք հասկանում եք սրանք ինչ են խոսում ինչ են ասում դուք չեք լսում դրանք որ եկան այդ բաշու բոզուկները այդ հետամնաց այդ քրչկո ազգերը Նրանք փողոցից գտած բիճոկով ու պերաշկու կոթով էլ հայերի կսնվեն, բայց կսնվեն այնքան ժամանակ ու միլիոններով կցրթեն, որ ընդամենը 5-6 տարվա մեջ մեծամասնություն կկազմեն, դուրս կքշեն բնիկներին ու կտիրանան այդ երկրին։ Մեծամասնություն կկազմեն և իրանցից կընտրեն ղեկավարները սահմանադրության։ Դուք չեք հասկանում, որ սա յաթաղան է մեր հայազգի և պետականության գլխին կախված։ Ածը դու որտեղ ես նայում, արա ձեր մեջ մի հատ լավ հայրենասեր տղա չկա, արա։ Այդ ամբողջ նախարարության մեջ մի քանի հոգի մարդ չկա, կամք չկա ձեր մեջ։ Այս ժողովուրդը մեղ չի, ինչ եք ուզում, որ գան ապստամբություն, արուն թափվի, դուք էլ ձերբակալեք, կրակեք, ես իմ ինչ անեք, վերջում տենակ, որ վայ չի, սենց չի, ժողովուրդը արդեն հաղթում է, շատ ենք արուն թափել։ Հելնեք ձեր արած սպանությունները լղոզեք, բան անեք, վերջում ասեք, հա ժողովուրդ ջան, մենք ձեր հետ ենք, ու սկսեք ձեր հետ արած քաքերը մաքրելով, վերջում ասեք ժողովուրդ ջան, մենք էլ միանում ենք ժողովրդին։ Այսինքն ժողովրդի արյան հաշվին, քանակի հաշվին, դիակների հաշվին, թող ժողովուրդը հաղթին, որ մենք միանանք ժողովրդին։ Այս ձև եք դուք մտածում։ Ու դուք գիտեք դրանով դուք կփրկվեք, հա, ու էլի մնաք ԱԱՑ-ը կամ ոստիկանություն։ Արա սենց չի լինի։ Այս գործը դուք պետք է անեիք, ոչ թե թողեիք ժողովրդի վրա։ Մենք այլ ընտրանք չունենք, ժողովուրդ ջան։ Մենք փակուղի ենք։ Օր-օրի այսպես օղակը կոկորտից Հայաստանի Հանրապետության, այսպես կամաց սեղմվում է։ Մենք շուտով շնչահեղձ կլինենք։ Այս ամեն ինչը գնում է կործանման։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Մենք դաշնակիցներ կգտնենք, ելի եմ ասում։ Ելքը մեկը, նորից եմ ասում, մեկն է ելքը իշխանության խնդիր կա։ Վռնդել է պետք սրանց, վռնդել ու բերել կարգին մարդկանց, ոչ նախկիներից լինի, ոչ այսօրվա, չգիտեմ այդ ընդդիմությունից լինի, ոչ մեկ ձեր բարեկամ ծանոթ ընդդիմություն չփորձեք ուրիշի խցկեք, ասեք, այս է, տեսեք, ոչ մի իշխանության վաղ չի եղել, ձեռները մաքուր է, սրան բերենք։ Ոչ, դա էլ կպարզվի ձեր խամաճիկն է, ձեր դարածոնն է, թե ոչ։ Այլ մաքուր ձևով եկեք այս հաղթանակը տանենք, կանգնեք, ասեք, մեր հայրենիքից արտաքսված ազգային հայրենասեր տղեկին բոլորիդ հրավիրում ենք Հայաստան։ Եկեք, ախպեր ջան, մենք ժողովուրդը մեզ չի ուզում, մենք մեր փայ մեղքը քավեցինք ընդդիմությունով, նախկիններով, չգիտեմ ինչերով, բոլորս արեցինք մեր արածը ժողովրդի հետ միասին։ Եկեք ձեր ցավը տանեմ, դուք վեկալեք այս իշխանությունը, վերցրեք ու այս հարցի լուծումը գտեք։ Մենք էլ ինչով կարանք ձեզ կօգնենք։ Եթե մեր կարիքը զգաք, ասեք, էլի կգանք։
իշխանության խնդիր կա։ Եթե Նիկոլն ասում է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, այս 7 տարի նույն բանն է ասում։ Բայց երբ որ ժողովուրդը, որ ինքը իշխանությունն է, գնում է տապալելու, կամ ջարդում են, կամ ծեծում են, կամ ձերբակալում են։ Այսինքն իշխանության վրա հանցագործներն են այսօր զավթել իշխանությունը։ Հանցագործները, թշնամիներն են զավթել մեր իշխանությունը։ Դե եթե ժողովուրդն է իշխանությունը, բայց չգիտես ինչու իշխանության աթոռներին նստած են հանցագործները, ջարդում են իշխանությանը։ Դե եթե ժողովուրդ դու իշխանություն ես, ուրեմն ուժդ պիտի ցույց տաս։ Պիտի ցույց տաս։ Հանցագործներն են նստած իշխանության աթոռներին։ Ուժային կառույցների այս բացասական կեցվածքը խոսում է նրանց նույնպես հանցագործ լինելու մասին։ Մենք պետք է մահու կենացի պայքար տանք իշխանության, ոստիկանության եւ ԱԱՑ-ի դեմ։ Այլ ընտրանք ես չեմ տեսնում։ Ով կմիանա, շատ արագ ժողովրդին բարով միանա։ Ով չի միանա, ուրեմն եթե իշխանությունը ժողովուրդն է, ոնց որ իրանք են ասում, պատկանում է ժողովրդին, իշխանությունը դու ես, ուրեմն հանցագործները ինչ գործ ունեն այնտեղ։ Պետք է հանցագործներին լարենք, պետք է լարենք։ Սա նույնպես օրինական դաշտի մեջ է։ Ամեն ինչ կլինի օրինական, լեգիտիմ։ Նորից եմ ասում, եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, մենք ենք իշխանությունը։ Մենք այս հանցագործներին պետք է վերացնենք, մաքրենք։ Ովքեր զավթել են իշխանության մեր աթոռները։ Հասկացաք ասելիքս։ Այլ ընտրանք չկա, ես չեմ տեսնում։ Չգիտեմ, տարածեք, կոչեր արեք, ինչ ուզում եք արեք։ Եթե այս ամեն ինչ իմ ասածների մեջ ինչ որ ասեցի, այս ամեն ինչը չկատարվի, պարզ ասում եմ, պարզ, ես չեմ ուզում էլ խաբեմ որևիցե մեկին։ Մենք կործանված ու պրծած երկիր ենք ու կդառնանք ու կվերանանք ու կդառնանք թափառականներ ցիգաների պես, գնչուների պես աշխարհով աշխարհ։ Այսքան բան։ Եվ էլ երբեք ապրիլի 24 չեք տեսնի, որ բարձրանակ ծաղկեպսակներ տնեք։ Վերջնականապես մեր նախնիների հոգիներին էլ կթաղեք, որոնք մեզանից վրեժ են սպասում եւ այդպես էլ չեն տեսնի։ Այսքանը մտածեք։